Հարգելի պարոն ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, քանի որ եկեղեցու շուրջ խոսակցությունները ինչքան գնում է իրանց կողմից շատ ավելի ագրեսիվ ձևով հրահրվում է, ես ուզեցա մի քանի տարածված սխալ մոտեցումների պատասխանները տանք։ Առաջին տարածված սխալ մոտեցումը անձնական կյանքի պաշտպանությունը։ Օրինակ մենք որպես քաղաքական գործիչներ ունենք նաև մեր անձնական կյանքի պաշտպանությունը, բայց քանի որ մենք օրենքով պարտավոր ենք մեր ֆինանսական միջոցները հրապարակել, որպեսզի մենք ապացուցենք, որ այն արժեքները, որը մենք պաշտպանում ենք, նաև մենք ենք պահպանում, մենք հրապարակում ենք ոչ միայն մեր, այլ մեր հետ փոխկապակցված անձանց անձնական տվյալները։ Եվ այն մարդը, որ իր դոկտրինով, իր ներքին օրենսդրական, սենց ասեմ, օրենսդրական չի, բայց իրենց կարգավորումներով հայտարարում է, որ ինքը կուսակրոն է եւ ելնելով այդ դիրքից նաեւ մյուսներին խորհուրդ տալի ու մյուսների մեղքերին թողություն տալի։ Պարզապես անթույլատրելի է իր այս տվյալները գաղտնի պահել։ Իհարկե գաղտնի չի, գաղտնին ողջ հասարակությունը տեղյակ է դրանից։ Մյուսը, որ ասում են, որ եթե մենք կտրիչներ Սիսյանին դեմ ենք դուրս եկել կամ մնացած սրբազաններին են, մի հատ նավասարդ կճան կար Բենթլիով եւ այլն, դրանց դուրս ենք եկել, ուրեմն դուրս ենք եկել եկեղեցու դեմ, նույն տրամաբանությամբ, այդ տրամաբանությամբ շարժվողները այսուհետ վարչապետի եւ մեր մասին պետքա պարզապես պապանձվեն, որովհետեւ վարչապետն էլ նույն կերպ հանդիսանում են էլ ընտրված այս դեպքում։ Պետության ներկայացուցիչը մենք հանդիսանում ենք այդ պետության պատգամավորները եւ ներկայացուցիչները։ Մի երրորդ սխալ մոտեցումը, երբ որ մարդը խայտարակություն անողը չի խայտարակում եկեղեցին, այն էլ նենց անողը, որ բոլորը դրա մասին տեղյակ լինեն, խայտարակության մասին անհաշտը, խայտարակության մասին բարձրաձայնողը խայտարակում է եկեղեցին։ Սա պրոստը աբսուրդ մոտեցում է, ես չեմ կարող հասկանամ սրա մասին։ Այս 3 մոտեցումների մասով Մյուս մասով ես ուզում էի դիմեի այն 10 հկներին, որոնք տենց անհանգստացել էին վարչապետի հայտարարությունից եւ պաշտոնական հայտարարություն էին տարածել։ Բոլոր ձախերին, ֆեմինիստներին, տես նրբազգաստ ականջ ունեցողներին, շատ բարձր քիմք ունեցողներին, որոնք այդ բառից այդքան նեղվել էին, ես իրանց համար նոր ծաղկաքաղեր եմ արել։ Ուրեմն Աչապահյան կոչվող սրբազան կա, Հիշում եք չէ Աչապահյանն են, որ պատերազմի ժամանակ զինված հեղաշրջում էր ուզում անել քրիստոնեական արժեքներից ելնելով։ Ուրեմն ինչ ասում այդ Աչապահյան սրբազան ասում է հիմարություն է խոսում, հետո ավելացում է դե կինը կարա հիմարություն խոսա, կնոջ դեպքում արդարացված է հիմարություն խոսալը։ Ուրեմն հասկանամ ուր են այս հայտարարություն տարածողները այս դեպքում։ Մյուս հայտարարությունը, որ անմասսույն անձնավորությունը, կներեք, շատ դանդաղ խոսեցի, լավ, ես կասեմ հայտարարություններն ասեմ ու վերջացնեմ։ Մյուս հայտարարությունը, երբ որ ինքը նույն անձին ասում է Սափրիչի ընտանիքի ներկայացուցիչը չի կարող հակադարձել ինտելեկտուալ եսիմում, ես ուզում եմ հիշեցնեմ նախ որ Քրիստոսի երկրային հայրը Հյուսն էր եւ երրորդ հայտարարությունն են դերասանի կողմից հնչեցված, որ ինքը ворց իշխանություն էր երազում եւ հուսախապ ա եղել, իրականում ворցեր երազում են սովորաբար բազմացման շրջանում գտնվող էքերը, բայց այս դեպքում չգիտեմ, ես կարծում եմ, որ պետք է այս մասով էլի այդ հկները մի հատ հայտարարություն տարածեն։